Արութը հաղորդումը հենց բացեց, որ կարանք փակենք Միանշանակ։ Դու հասկացար հենց նոր ինչ ապուշ տվեցիր կտրել բոլորիս։ Մարտուն վրա հաչացել են Երևանյան բակի բոլոր շները։ Սերցը բայո, դադարգո։ Զալատոյ սերցը Կիրկորը, հա էտը չէ։ Որ երկով է սկսվում հետևյալ տողը։ Bohemian Rhapsody։ Վագր, արծիվ, առյուծ, օծ։ Օծ։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։ Կրկին նոր ռիթմերով, նոր երգերով, նոր ձայներով ու այս անգամ արդեն նոր շորերով ձեր էկրաններին ես եմ, Ավետը, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք։ Ներկայացնեմ իմ այսօրվա հյուրերին։ Բաս եւ բարիտոն ձայնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Ռաֆ Հարությունյան։ Բարև բոլորին։ Մարտուն վրա հաչացել են Երևանյան բակի բոլոր շները։ Մի բարի անձնավորություն, երգիչ դերասան Հարութ Արշակյան։ Բարի օր բոլորին։ Մարտուն բեմական անունը արդեն ասում է, թե ինչպես են անցնում երեկույթները նրա հետ։ Վառ, հետաքրքիր ու ցնծության մեջ։ Տաղանդավոր DJ Ecstasy։ Ողջույն։ Եվ իհարկե, Մարտում խորին համոզմամբ այս աշխարհում անհնարին ոչինչ չկա սիրո արկայության դեպքում։ Տաղանդավոր Մարտ եւ իմ լավ ընկեր DJ Tox։ Ողջույն բոլորին, ողջույն սիրելի հյուրեր։ Շատ ուրախ եմ, որ իմ տաղավարում եք, շատ ուրախ եմ, որ այսօր մենք ունենալու ենք հրաշալի օր։ Բայց սկզբում ես միշտ մի հարց եմ տալիս ու այսօր եմ այդ հարցը ձեզ տալու։ Կարաոկեում վերջին անգամ երբ եք եղել։ Երեք աշխատում էիր։ Չէ։ Շուտ եմ գնում, որը չեմ աշխատում գնում եմ։ Գնում ես կարաոկե։ Ու ոնց է անցնում քո կարաոկեի համերգները։ Լեփլեցուն։ Շատ լավ։ Համերգ չի։ Այսինքն գնում ես դու քո համար ուղակի ես գնում եմ իմ համար ուղակի, հա, որ ֆորմի մեջ մնամ։ Հասկացա։ Իսկ դուք Մենք մի 2000 երևի 19 տենց այդ թվերին վերջին անգամ։ Վերջին անգամ։ Ես 15 տարի առաջ 15 տարի առաջ։ Ես 2023 թվին եմ եղել, Սոչիում եմ եղել։ Ոչ Հայաստանում։ Հա, ոչ Հայաստանում եմ եղել։ Ոնց է Ռուսաստանում ոնց են կարաոկեները մի քիչ պատմելի աշխարհ տեսած մարդ ես։ Այնտեղ լրիվ ուրիշ ձև է, աստեղի պես չի շատ։ Այնտեղ մարդիկ կոնկրետ Այնտեղ միկրոֆոններ կա, տեխնիկա կա, նորմալ, ամեն ինչ նորմալ է։ Բայց ռեպերտուարը նույնն է։ Նույնն է։ Հատկապես Սոչիում ռեպերտուարը նույնն է։ Լավ, ես ուզում եմ ձեզ մի անգամից բացատրել առաջին փուլի կանոնները ու մենք լավ տրամադրությամբ տեղափոխվենք առաջին փուլ։ Գնացինք։ Տապտալը պարտադիր։ Ես բացատրել պարտադիր չի, ես չգիտեմ։ Բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Առաջին փուլում էկրանին հայտնվում է երգ, իսկ մասնակիցներից մեկը պետք է երգի այդ երգը։ Երգի մեջ բաց են թողնված բառեր, մասնակիցը պետք է երգելու ընթացքում գուշակի ու երգի։ Ամեն երգված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Բայց ինչպես ցանկացած խաղ, այս խաղը, այս փուլի մենք եւս սկսում ենք ենթափուլային խաղով, որը կոչվում է այս անգամ ես կարամ ասեմ։ Տեսեք, ինչ է իրանից ներկայացնում ես ասեմ։ Ես կարդում եմ հարցեր, դուք փորձում եք պատասխանել։ Հարցերը այս անգամ բոլորը մի թեմայի շուրջ են։ Վստահ եմ, երբ որ ասեմ թե որ թեմայի շուրջ, հաստատ ուրախություն եմ նկատելու ձեր դեմքերին։ Միանգամից պատասխանելու ենք, թե պետք է ասենք ես ասեմ։ Միանգամից պատասխանելու ենք, եթե ես ասեմ ուղղակի վերնագիր ենք ման գալիս, իսկ բոլոր ամենահետաքրքիրն է, որ բոլոր հյուրերը այդ հարցը տալիս են։ Տեսեք, հարցերը բոլորը Queen խմբի մասին են։ Ոչ մի ուրախության։ Շանսում ենք մենք։ Լավ, ուշադիր առաջին հարցը։ Որ անդամն է Queen խմբի գիտարահարը, որը նաև աստղաֆիզիկոս է։ Կարդում եմ տարբերակներ։ Ֆրեդի Մերկուրի, Ռոջեր Թեյլոր, Ջոն Դիկն եւ Բրայան Մեյ։ Ջոն Դիկն։ Բրայան Մեյ։ Ճիշտ է։ Ընդեղից ինչպես ճիշտ տարբերակը 1-0 օգուտ DJ-ների թիմի, այնպես որ ուշադիր գնացինք։ Որ երգով է սկսվում հետևյալ տողը։ Is this the real Bohemian Rhapsody։ Ճիշտ է, 1-1 Բրավո։ Լավ։ Ես ասում դու մենակ ես խաղում։ Չէ, դու էլ մասնակցի, հա։ Որ կենթանու կերպարն է օգտագործված Queen խմբի լոգոյի մեջ։ Scorpion։ Չէ։ Եթե չունեք տարբերակներ, ես կարող եմ տարբերակները կարդալ։ Վագր, արծիվ, առյուծ, օծ։ Օծ։ Արծիվ։ Վագր ինձ թվում է։
Թե Սաղ արյու։ ասացի։ Արյուծ։ Արդյոց առաջին այստեղ է ճիշտ տարբերակը չէ։ Եկեք հերթով բոլոր Իրականում ավելի ճիշտ լինելու համար մոտավորապես հիշում ես լոգոն ինչ ձև էր։ Հաստատ, ասա։ Երկու արյուծ էր։ Այո, Երկու արյուծ։ երկու արյուծ։ Մեջքի մոտավորապես։ Հա, հիշեցի, լավ, հիշեցի։ Հիշեցի։ Չէ, ուրեմն միավոր տալիս ենք։ 2-1, չէ։ Հիշել է, ուրեմն միավոր տալիս ենք։ Լավ։ Չորրորդ հարցը։ Ով էր մարմնավորում Ֆրեդի Մերկուրիին Bohemian Rhapsody ֆիլմում։ Հա, չգիտեմ։ Լավ, տարբերակներ եմ ասում։ Դավայ։ Թոմ Կրուզ, Ռամի Մալեկ, Մեթյու մակկոնախի եւ Ջոնի Դեփ։ Մեծու Ռամի Մանեկ։ Ճիշտ է։ Ռամի Մալեկ։ Մի սպասի, մի Նրանց դեմքերը գիտեմ, Դեսի, արի ես մեկն ասեմ։ Ռամի Մալեկն էր մարմնավորում, այսինքն հաշիվը դարձավ 3-1, ուշադիր։ Հիմա ոչ 3 Արյուծը Արյուծը իրանց մի միավոր Bohemian Rhapsody-ն։ Եվ վերջին հարցը։ Չնայած արդեն իմաստ չունի, բայց կարդամ կարող եմ մի բան իմանալ։ Չնայած այս հետաքրքիր է ով կիմանա գրելուց մտածում եմ։ Քանի րոպե է տևում Bohemian Rhapsody երգը։ Ասա, դա տարբերակներ։ 5 րոպե 58, 6 րոպե, 6 րոպե 13 վայրկյան, 6 րոպե 16 6 վայրկյան։ 6 րոպե 16 վայրկյան։ Ճիշտ է, միանգամից ասացիր, միանգամից ճիշտ տարբերակը չէ, պետք է, իսկապես պետք է։ Եթե անհարմար է հետնել պակսը տալը տեղից նստած հարմար է։ Շատ լավ է։ Ռաֆի եւ Հարութի թիմը ընտրում է երգը, իսկ երգերը հետեւյալն են առաջին փուլի համար։ Հայկո Դուկաս եւ Ռազմիկ Ամյան Պաշտելիս։ Նախ հասկանանք ով է երգում եւ ով է ընտրում։ Մի անգամից որոշեցի։ Եկեք Հարութի կարծիքն էլ հասկանանք։ Հարութ, դու ուզում ես։ Հա։ Լավ, Ռաֆ ասեն, որ արտասահմանյան փուլը ուրեմն մնաց քեզ։ Դավայ։ Ձայնային հզորությամբ չի հաստատ։ Հայկո թե Ռազմիկ Ամյան։ Պաշտելիս։ Պաշտելիս, շատ լավ։ Դե եկեք ուրեմն Հարութին բարձր ծափարենք, երկու հարթակը դրամադրենք նրան։ Գնացինք։ Սիրտը իմ ինձ շատ հետաքրքիր է, անկեղծ թե այս երգը ոնց է հնչում Հարութի կատարմամբ։ Չնայած վստահ եմ, որ շատ լավ։ Ինձ տրվել է այն բաժինը, որ կյանքում տեսնեմ հենց քեզ, Այ բաուշադի։ որ անխոս կարդամ մտքերը, որ լինեմ դու էլ ես եկել եմ, որ լինեմ քեզ, քո սիրո հորուարը, որ աչքերն իմ քո գրկում, հենց բացեմ ու քեզանից ունենամ սիրո բարեր, դու դարձել ես ինձ համար արևը իմ, դու ես որ քեզ հետ խոսում ես սիրտը իմ, Բրավո։ դու ես դու հենց իմ միակ դու սիրելին, կյանքս ու պաշտելին։ Բրավո, անկեղծ արմերի արժանի։ Հենց է։ Շատ սիրում եմ, շատ։ Եկեք անկեղծ խոստովանենք, որ Հարութը հաղորդումը ընենց բացեց, որ կարանք փակենք միայն։ Միանշանակ։ Մերսի։ Եկեք ծափարենք Հարութին, որովհետև Հարութը իր թիմին բերում է հենց առաջին փուլից 6 միավոր եւ սա այո, ընտիր է։ Հիմա հասկանանք, թե ով է ձեզնից կատարում Հայկոյի Դուկաս երգը։ Միանշանակ Միանշանակ տոքսը։ Ահա։ Լավ, եկեք տոքսին ծափարենք։ Ես ինձ շատ հետաքրքիր է, թե ոնց է հնչում Հայկոյի ես գեղեցիկ երգը տոքսի կատարմամբ։ Էպես որ մենք երգահարթակը տրամադրում ենք քեզ։ Գնացինք։ Վստահ։ Դուքաս իմ սրտի մեջ հավիտյան Դուքաս Ես տոքսից չէի սպասում։ իմ սրտի մեջ դեռ վաղուց Ախ եթե դու հեռանաս Սև աչքերը մորանաս Հաստատ գիտեմ սիրում է Սիրո համար տաճվում է Ախ եթե դու հեռանաս Սև աչքերս մորանաս
հաստատ գիտեմ սիրել է Սիրո համար դաշտել է Ես մի հատ փոքր գաղտնի կար։ Ես լրջորեն զարմացած եմ Դու մաքսիմալ։ հասկացար հենց նոր ինչ ապուշ տվեցիր կտրել բոլորիս, որովհետև ես եղել եմ քո հետ միջոցառման ու դու եղել ես փայլուն DJ, բայց որ փայլուն կարաս երգես DJ-ի համար, ես անկեղծ եկեք մի հատ այո, Կարամ փոքր գաղտնի բացեմ։ դու զարմացնում ես, Ես կարամ փոքր գաղտնի Փոքր բացեմ։ գաղտնի- Եթե գործ պետք է երկի։ Դոքսն էլ ես էլ ավարտել ենք երաշտական դպրոցը։ Այսինքն նաև վոկալ։ Այո։ Բա նորացում եք երկու երգիչ, երկու DJ։ Այդ անակնկալ էինք բարել։ Անկեղծ ես չէի սպասում սենց լավ կատարումներ, բայց շատ լավ է։ Դուք իրոք զարմացրեցիք մեզ տղերք։ Դրա համար մենք այս լավ տրամադրությամբ ու լավ ձայներով տեղափոխվում ենք միանգամից երկրորդ փուլ։ Գնացինք։ Այս լավ տրամադրությամբ մենք հետ ենք վերադառնում երկրորդ փուլ ու ես ուզում եմ ասել, որ առաջին փուլի հաշիվը 6-6 է հավասար։ Հիմա տեսնենք, թե ինչ տեղի կունենա երկրորդ փուլում։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Տեսեք, մասնակիցները այս անգամ երգում են, բայց երգում են նրանք, ովքեր որ ցույց չէ տվել իրենց տաղանդը առաջին փուլում։ Տվյալ դեպքում DJ Ecstasy-ն եւ Rafa։ Հիմա կհասկանանք, թե ոնց են երգում նրանք։ Բայց մենք կրկին խաղում ենք ենթափուլային խաղ, որը այս անգամ կոչվում է խառնած բառներ։ Ենթափուլային խաղը իրանից ենթադրում է հետևյալը։ Մեր էկրանին հայտնվում է երգ, որի բառերը լրիվ խառնված են։ Որ թիմը, որ առաջինը գուշակում է, ինքը բարձրաձայնում է դրա մասին եւ բերում է միավոր իր թիմին։ Իսկ երգերը այս փուլում հետևյալն են. Ծիմծիվ Klube եւ Regent Bone Man Human։ Հիմա հասկանանք, թե ով ընտրում ուշադրությունը էկրանին, սիրելի մասնակիցներ, հասկանանք, թե ով կգուշակի առաջինը։ Ետնայրու տես։ Ճիշտ է։ Ճիշտ է, վերջ։ Ավարտվեց այս փուլը միանգամից Ետնայրու տես։ Բայց եկեք մի հատ հանուն արդարության երգենք, էլի, ես Ետնայրու տեսը։ Սետնայրու սեր։ Եկեք վերջում բոլորով երկենք փակ։ Չէ, վերջում բոլորով կերգենք անպայման, բայց հիմա մի հատված, մի Ետնայրու տես, որ ես սիրում եմ, ետնայրու տես, որ առանց քեզ տանջվում եմ, ետնայրու տես, որ սիրտս տարապում է։ Ճիշտ է, Հայկոյի Ետնայրու տեսն էր, երգեցինք, դե հիմա ասա Ռաֆ, թե որ երգն ես ընտրում դու այս երկուսից, Ծիմծի թե Human։ Քանի որ ես рэպեր չեմ, հաստատ ծիմծին չէ, էլի, human։ Human։ Լավ։ Դե ուրեմն տեսնենք, թե ոնց է Ռաֆոն երգում ես երգը, եկեք ծափարենք Ռաֆոին ու երգա հարթակը տրամադրենք նրան։ Գնացինք։ I'm only human, I'm only human. Maybe I'm foolish, maybe I'm blind, thinking I can see through this and see what's behind. Could know it's to prove it, so maybe I'm blind. But I'm only human after all. I'm only human after all. Don't put the blame on me. Don't put the blame on me. Take a look in the mirror and what do you see? Do you see it's clearer or our disease? In what you believe. 'Cause I'm only human after all. I'm only human after all. Don't put the blame on me. Իրոք պետք է։ Don't put the blame on me. Բրավո։ Այն ամենահավես մասը, որ դու սպասում ես չի լինելու, բայց շատ լավ, շատ սիրուն ու 6 միավոր, կրկին 6 միավոր, 6 ճիշտ գուշակված բառ։ Իսկ հիմա այս հրաշալի տրամադրությամբ մենք տեղափոխվում ենք միանգամից մյուս թիմի մոտ, իսկ մյուս թիմը կատարելու է Ծիմծիի երգը։ Գիտեք, չէ՞ վստահաբար Ծիմծիին եւ Ծիմծիի երգը։ Դե օրինակ եկեք ծափարենք DJ Ecstasy-ին ու ուշադիր լսենք նրա Ծիմծիի կատարումը։ Ladies and gentlemen, Օ, добро пожаловать. ստեղ տեքստեր պետք։ Добро пожаловать к нам. Когда мы в клубе, чиксы танцуют, пусть город знает, с кем он тусует. Девчата прямо из Еревана. Անարդարայից ջանքի սանդեկ։ DJ Tox. Когда мы в клубе, чиксы танцуют, пусть город знает, с кем он тусует. Девчата прямо из Еревана.
И DJ Tox, и DJ Ecstasy. Где лучшие тусовки у нас в клубе? Где лучшие подруги у нас в клубе? Где люди живут хип-хопом у нас в клубе? Если я нужен тебе, ищи меня в клубе. Еще раз, где лучшие тусовки у нас в клубе? Где лучшие подруги у нас в клубе? Где люди живут хип-хопом у нас в клубе? Если я нужен тебе, ищи меня в клубе. Ես հանգիստ առանց կաշկանդվելու կարող եմ ասել, որտեղ են ամենալավ երգիչները այսօր, այս պահին, իհարկե մեր կարաոկեում, բրավո, տղեր, շատ անկեղծ զարմացած եմ ամեն հաղորդում գնալով ես բացահայտում եմ շատ ու շատ տաղանդավոր մարդկանց, որոնք տաղանդավոր են ոչ միայն իրենց գործում, այլ նաև երգելու մեջ, իհարկե խոսքս վերաբերում էր DJ-ներին։ Բրավո։ Շատ։ Եվ 6 միավոր կրկին փուլի հաշիվը 6, իսկ ընդհանուր խաղի հաշիվը 12։ Ու եթե նկատեցիք DJ Ecstasy-ն ընթացքում գրված բառերն էր փոխում, այսինքն ինչ որ պետք էր երգել երգում էր, իսկ գրված բառերը փոխում էր։ Շատ լավ։ Մինուս անել էլի։ Հրաշալի տրամադրությամբ, վստահ եմ որ ձեր տրամադրությունը իմ ավելի բարձր է, մենք տեղափոխվում ենք երրորդ փուլ, երրորդ փուլում կհանդիպենք ու կհասկանանք թե ինչպես կավարտվի խաղը մեր երրորդ փուլում։ Գնացինք։ Բացատրեմ երրորդ փուլի կանոնները։ Տեսեք, այս անգամ խմբի մասնակիցները երգում են երկուսով, այսինքն տեսնելու ենք ձեր դուետները։ Առանձին անհատական կատարումները տեսանք, լսեցինք, վայելեցինք, հիմա պետք է հասկանանք, թե ինչպիսին է դուետը։ Բայց այս անգամ երգերը փակված են, բառերը փակված են էմոջիներով, այսինքն էմոջին պետք է վերածել բառի ու երգել էմոջին։ Բայց մենք կրկին սկսում ենք ինչով։ Ենթափուլային խաղով, որը այս անգամ կոչվում է հաստատ կա։ Հաստատ կա, ուղղակի երևի ես չեմ հիշում։ Բացատրեմ հաստատ կայի կանոնները։ Տեսեք, ես ձեզ ասում եմ բառ, դուք այդ բառով պետք է երգեք հնարավորինս շատ երգեր։ Որ թիմը, որ ամենավերջում այլևս չի ունենում երգ, այսինքն սպառվում է երգացանկը կամ գուցե նաև երևակայությունը, ինքը պարտվում է եւ երգը ընտրում է մյուս թիմը։ Ասեմ որոնք են երգերը, որոնք առանձնացրել ենք ձեզ համար՝ Արամե Ալագյաս եւ Արնո Բաբաջանյան Երևանի սիրուն աղջիկ։ Հասկանանք թե ով որ երգը կընտրի։ Իսկ բառը, որով որ պետք է երգել երգ, հետևյալն է՝ սիրտ։ Սկսում է, քանի որ հավասար է միավորները, եկեք մի հատ Ռաֆը կամ Սերգը կամ հասկանանք, եկեք արագ չինգաչուն կանենք, հասկանանք ով է սկսում։ Մեկից։ Մեկից առանց վերջնո։ Սկսում եք դուք, գնացինք սիրտ բառով։ Սիրտ, ինձ ասա։ Սիրտս քոնն է, անջիգար ես, անջիգար։ Այդ ում երգն է։ Արման Հովհաննիսյան, շատ լավ։ Թե սիրտ ունես, սիրտ բաց։ Թե սիրտ ունես, սիրտը Սիրտ ունես, արի ինձ մոտ, շատ տխուր եմ այս արավոտ։ Լավ, իմ իրական դեմքն է պարզում ես շանից։ Սրտիս համար Համար մեկ։ Ասա։ Լավ։ Ես եմ հիմա։ Իմիջիալը Ջորդ, կարաք նաև անգլերեն երգեք, ռուսերեն, սերցը։ Ասա, կան։ Сердце пусто остается։ Այդ ում երգն է։ Բայց չգիտես սիրտ։ Հայերենը սպառվեց։ Չէ, ինչ բառ։ Մի դեպս սպասի։ Հասկանանք ում երգն է, բայց հաշվում ենք։ Հա չէ, ես просто ասացի, բան չէր։ Չէ, ուղղակի սիրուն ապրել։ Sometimes you want yesterday when it's your face. Hurt-ը չի։ Վերնագիրն անգենից։ Էդի ցավն է, բայց heart-ը չի։ Մի վարքան չես հիշում։ Սրտից դու անուն իմ կյանքի իմ սիրուն։ Այդ ում երգն է։ Սրտից դու Եվի Մարտիրոսյան ոնց։ Եվի Մարտիրոսյան երգն է, լավ, հաշվում ենք անգլերենը։ Սաղ բառերը չգիտեմ, բայց կարամ ասել։ Սրտիկը քարացել։ Լե, անցյալը հեռացել է։ ասա։ Ժորժ շատ հայտնի երգ կար, կարամ հուշեմ Տիտանիկ ֆիլմում։ Every night. Ինչ go on։ My heart will go on. It's it, my heart will go on։ Հիշեցին։ Այո, այո։ Անգամից ասացի ու անգամից եկավ այդ երգը։ DJ-ներ, ընկեր DJ-ներ, լիքը երգ կա, անչափ։ Միած շատ բադ երգ։ Մեր օպերատը դավաց։ Շատ բադ երգ է։ Մեր օպերատը հիշի դավոր պահի մի միշտ Շատ բադ երգ է միշտ, բայց պետք է ասեմ։ Բանը, սերցը բայո, դադարագոյ։ Золотое сердце Киркоров, հա, это չեմ սխալվում։ Золотое сердце Կիրկորով։ Հա, Կիրկորով։ Ունենք նման երգ։ Երկիչ է, այո։ Բայց մի հատված, մի պուճուր պիտի երգ։ Չեմ կարող հիշել։ Չեմ կարա։ Եթե չերգեք, պիտի չեն կարա հաշվենք, որովհետև Բայց պետք կա է չէ երգել։ տենց երգ։ Սիրտը հին կապեցի քո սրտի մեջ։ Հաշվում եք, ինչի՞ չէ, հաշվում ենք, դա էլ ենք համարում երգ։ Հիշել եմ այդ երգը քո ասած։ Остановилось мое Լավ, сердце, умер. Ты мое сердце из чистого золота։ Էդի են երգեր ասել եք Գիտեմ, արդեն։ բայց չէր հաշվը։
Չէ, հաշվել ինքը ասեց սիրտը կապեցի իմ Հա, սիրտին օքեյ, ինչեր։ Ես արդեն գիտեմ։ Ասա։ Թեկուզ է սիրտս Չէ։ Հիշեք, եթե երգը կրկնվում է, պարտվում է, դրանց որ պետք է նաև հիշել։ Դեռ չէր եղել այդ երգը։ Արա ժողովրդական էդ ի՞նչ կա։ Մեր օպերատոր Դավիթը միշտ օգնում է մարդկանց, միշտ հուշում է։ Հա, եղել է, շուտ է եղել։ Առաջին։ Սիրտս քեզ հետ սերանի անի։ Էդի չէ։ Դիը։ Այնի սիրտն էր։ Լավ։ Իվետայի բոլոր երգերը սրտով են սկսվում։ Իվետայի բոլոր երգերը։ Բարերը չգիտեմ լավ, Չէ, բառերն է պետք։ Չէ, սաղ չգիտեմ, բայց մի փոքր ոչ։ հատված կարամ ասեմ։ Իմ սրտին գումարեմ քո սիրտը, ուղղակի չեմ Իմ սրտի այգին է կանաչել, մեր ռազմիկի եւ Տաթևի է։ Այդ Չէ, դա Իրանը չէ, դա Հարութը Չէ, ասեց։ դա ինքը ասեց, ես ասեցի ուրիշը։ հա, լավ, ուրեմն հիմա նորից ձեր հերթն է, որտեվ Հարութը մի անգամից Շղկացրեց, էլի պատասխանը։ Իմ սիրտը գումարեմ քո սրտին, տենց մի հատ երկավ։ Այդ հաշվել ենք, այդ արդեն հաշվել ենք։ Հետո ես Հաշվել ենք, ասեցի- բայց արդեն ես սկսում եմ հաշվել, այսինքն սկսում եմ հաշվել, պետքա արագ անենք, իմ ոնց որ ձեր հերթն է։ 1 2 3 Թե սիրտս Տեսիրտս Ինչ 4 5 Ուրիշ շիշ։ 6 Բանը, սիրող սրտերը թող միանան, տենց մի հատ երկա, բանը, կարծեմ։ Լիանայի երգը Սիրող սրտերը Ինչ-որ թող տենց, լիանան, լիանան։ լիանան, հա, հիշեցի, հա, ճիշտ է։ 1 ճիշտ է։ Արա, երթվում են Ռաֆա բանը։ թեթև մեդիտացիայի մեջ է։ Արա, բանը թաթա երկն է, սիրտս։ Թե սիրեմ քեզ անին, դրան գարիկ դինի, իմ սրտի փոխարեն մի գանի սիրտին։ որ սերը մեր տեղանի։ Լավ, Հասկացանք։ ես ես ընթացքում։ Էլի հիշել եմ։ Հիշել ես ասա։ Չէ, չասես։ Երանի սիրս երանի։ Սպասի մի ասա, սպասի։ Հիմա Երանի իմ սերը։ Ասեմ ասպես։ Ձերի ծնտ կտանեն։ Բայց երկրի համար լավ։ Հետո ոնց սպասի, հետո ոնց Երկու սիրտում են, որ քեզ ավելի ու ավելի։ Լավ, հաշվում եմ, ռավ, պարտվում եք Անկեր արդեն։ սերս կտամ քեզ։ 1 2 Ատեղել կարանք։ Բա սիրտս։ Սիրո հասակի մեջ։ Սիրտս եկել է քեզ մոտ հերավոր, այն հերավոր ճամփով մենավոր երթվում եմ կա տենց երկ։ Ում երկն է, պիտի ասես։ Որ մեկն են ասել։ Ասել են դե հիմա դու այն երկը որոնք որ իմացել որ ասեցի։ Բանինը Մարտին Մկրտչյան ու Ճիշտ է։ միասին։ Մեկ Դրա նախորդը- ռավ չենք հաշվում, այս տարբերակը նենց որ Բասի պետք է ասել։ ախպեր։ Սրտի Բայց ասած չեմ կարող։ Գրել սրտի բանալի։ Լավ։ Մյուզիկ կանչելու ենք Դավոնել մեր խաղա։ Ձեր հերթն է, տղեկ։ Մայո սերցը։ Աս Ում երկն է։ բանի Մինչև կհիշեք։ 2 3 սերցը բալի լավ, այդ ինչ մուչեիցը Բայց ով էր մայիցը երկը, ասեք։ բանը Հաշվի։ Գիտեմ ով։ Չես հաշվի, բարձր հաշվի։ Մեկ։ Դա լարվածություն է մտցնում։ Հալով շատ երկեր չենք ասել 3 3 բայց շատ երկեր չենք ասել անունը Ասել եք, դե բայց պետք է ասեք, որ հաշվենք, որտեվ իմացել ենք, չենք ասել։ Դե հա, Այս մեկը ասենք, չգիտենք։ Էդի remix տարբերակն ենք Явный ասում։ կրվակ։ Էդի remix տարբերակն ենք ասում, Թաթուլը որ տենց remix է։ Բայց չէ։ Հա, բխի չէ, կա, տենց remix տարբերակ։ Այս չեն կարա հաշվենք, չէ։ Սոկ Ձիանայի երկն է, հիմա Ռաֆի ու Հարութի երթն է։ Ինձ թվում է ինչ որ մեկ ամեն դեպքում այս խաղում պարտվելու է։ 1 Սիրտս թե խոսեր իմանար։ 2 Էդի երկել Դա ասել են։ Այդ ասել են, դու ասում ես հիմա պարտվելու են։ 3 Երանի սրտիս Մարտին Մկրտչյանի երկն է։ Երանի սրտիս, երանի դենա կեսիրում երանի։ Լավ, հաշվում ենք։ 1 2 3 Սիրող սրտերը թող միանան։ Այդ երկերը այս վերջ պարտվեցի։ Կրանք։ Ես անգամ չէի սպասում, որ այս փուլը ինչ-որ մի ձևով ավարտվելու էր, բայց եկանք այն եզրահանգման, որ DJ-ների թիմը պարտվեց, դրա համար ընտրում եք դուք երկերը նորից։ Այսօր շատ Ով ա ընտրում, մարտական մենք? են տրամադրված։ Ալագյազ։ Դերասան երգիչները։ Հալագյազ։ Ալագյազը, Արամեի երգը, Ալագյազը հենց հիմա երգելու են Հարութը եւ Ռաֆը, այսօր է ինչպեսին գիտի, կլինի իրանց բազ է։ դուետը, հենց հիմա կիմանանք։ Ինձ թվում է շատ յուրահատուկ։ Մենք ծափելով երգահարթակը տրամադրում ենք ձեզ։ Հանուն արդարության ասեմ, որ այս երգը իրոք Անագյազ բարձր սարի Ծունակիտվել կատարի
Սարի ճամփեն բաց ելեք Երթամ հասնեմ իմ յարին Անագյազ բարձր սարին Ձուն է գիտվել կատարին Սարի ճամփեն բաց ելեք Երթամ հասնեմ իմ յարին Ախիմ ճամփեն քարոդա Սիրտը սերված յարոդա Գարիդի օրնլիս է Ազիզ յարին կարոդա Ախիմ ճամփեն քարոդա Սիրտը սերված յարոդա Garibi orli sev Aziz yarim karoda Արոդաշակյան սիրձես Շնորհակալ եք, շնորհակալ եք։ Ես հանուն արդարության պիտի ասեմ, որ շատ ստացված դուետ էր, իրոք շատ, համ շատ սիրուն կատարեցին, համ էլ շատ սիրուն երգ է այս երգը, դրա համար շնորհակալություն ձեզ, գեղեցիկ կատարում։ 6 միավոր հիմա կհասկանեմ։ Չէ, ես լսելով ձեր երգերը հասկանում եմ, որ դուք շատ լավ եք երգելու, դրա համար Այս սկզբից էլ դες բանով էիք սկսում, բայց մենք էլ ենք լարված։ տեսար, հա, իրոք ասում են, չէ, մենք բան Նենց օպերնի մտակ Հին կարաոկե երկու։ Դուք իրանք հին կարաոկե երկու։ Դենա հին երգ է էլի Դե հիմա հասկանանք ոնց է երկու Երևանի սիրուն աղջիկը։ Ամեն դեպքում շանսերը շատ մեծ են, որ խաղը կավարտվի հավասար, չգիտեմ։ Բա այսօր աղջիկ հյուր կանչած չլինենք մի հատ տանգո բարեին։ Ստացվեց։ Երևանի սիրուն աղջիկ ու քերդ կամար Հաստատ գիտեմ, որ ծնվել ես միայն ինձ համար Գինին ձերքիս անուշ խաղով Քեզ եմ ես կանչում Արի նազով, արի սազով Ինչ ես ինձ տանջում Ինձպես անուշի ջահել յարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Ինձպես Յարուն ես, ակին քարուն ես Երևանի սիրուն աղջիկ էլ ինչ դարդուն ես Դարձա քեզ եմ կանչում ուր ես իմ աղջիկ Քեզ իմ սիրո ծաղկած այրում միշտ ամփույթ Գինին ձերքիս անուշ տալով Քեզ եմ ես կանչում Արի նազով, արի սազով Ինչ ես ինձ տանջում Շատ սիրուն է Smiley DJ-ների դուետը իրենց թիմին կարողանում է բերել 5 միավոր, հաշիվը դառնում է 6-5 փուլի, իսկ ընդհանուր խաղի հաշիվը տատանվում է ընդամենը 1 միավորով։ Ընդհանուր խաղի հաշիվը դառնում է 18-17 եւ հաղթում են Հարութն ու Ռաֆը, եկեք բարձր ծափարենք Հարութին ու Ռաֆին։ Ասենք շնորհակալություն, նախ շնորհակալ եմ, ինձ էլ էլի թխեք, մերսի։ Նախ շնորհակալ եմ, որ եկաք ինձ հյուր, շնորհակալ եմ, որ մեր դիտողներին պարգևեցիք լավ հնչյուններ, վստահ ձեր ականջները շոյեց նրանց գեղեցիկ կատարումը, նրանց գեղեցիկ ձայները, իսկ ես առաջարկում եմ վերջում խաղը ամփոփենք մեկ խմբային երգով, որը անակնկալ կլինի մեր հյուրերի համար եւ իհարկե նաեւ ձեզ համար։ Դրա համար հենց հիմա մենք երգում ենք բոլորով վերջին երգը։ Գնացինք։ Ռաֆ քո համար անակնկալ է այս երգը։ Այս մինուսով հա Դե հիմա տենանք ոնց ենք երկու։
Աստերից գոհանամ քարտեզ Իմանամ քո տեղը մոտենամ անունը տասես Ինձ այրել են քո աչքերը Աստերից գոհանամ քարտեզ Իմանամ քո տեղը մոտենամ անունը տասես Ինձ այրել են քո աչքերը Իսկ ես ձեզ ուզում եմ ասել, որ դուք կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները YouTube-ի, Ghost YouTube-ի ալիքով, ամեն 5 ժամի, ու ասեմ էլի բայց կգամ սրտի դայս դու կրանք ես նսից այս կողնան ես երկս ես կարակտամ դու բային ես ամենալավն ես մեկ է իմն ես աստերից գոհանամ քարտեզ իմանամ քո տեղը մոտենամ անունը տասես ինձ այրել են քո աչքերը աստերից գոհանամ քարտեզ իմանամ քո տեղը մոտենամ անունը տասես ինձ այրել են քո աչքերը Կարաոկե 963 երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր Pop, rock, rap, շանսոն հայկական Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում